Մեծ ուրախություն։ Հա, ես շարևոր տնտեսությունից բացի ես կարևորում եմ արտաքին անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, որ շատ վտանգված է։ Այո։ Ես ինելով 5 գաղթականի սասունցութոր ինձ համար շատ կարևոր է փոքրացած Հայաստանի, ճգնաժամ ապրող Հայաստանի հարևանների հետ, հարևան պետությունների, բարեկամ պետությունների հետ օրեցօր վատթարացող հարաբերությունները։ Համոզված լինենք, որ պարոն Ծառուկյանը ամեն ինչ կտանի ճիշտ ուղով, մենք էլ լավ կզգանք։ Հզոր Հայաստան, հզոր Ծառուկյանի հետ կլինի։ Ես ասեմ, Ժողովուրդ ջան, Ծառուկյանը կապերն ունի, հնարավորությունն ունի, մոտեցումներ ունի, պատկերացումներ, վերլուծություններ ունի։ Այսօր ամենակարևորը մեր երկին առաջին հարաժեշտ է երաշխավորած խաղաղություն։ Այսօր ասում են, Ժողովուրդ ջան, իմը ստե ԿՊ-ից էլ մարդ կա, եթե համարձակություն ունի, թող ասի ով է։ Չկալ, բացառված է։ Կա, հա։ Չէ, լսեք, որեմ հիմնական ասում են բերել ենք խաղաղություն։ Ժողովուրդ ջան, խաղաղությունը որն է, որ ասենք թե իրանք Ալիևի հետ պայմանավորվածություն ունեն, ոչ մի ասենք թե ստորագրած, երաշխավորած թուղթ չկա։ Այսինքն Ալիևը պետք է պահանջի, այս պետք է տակ, Քյարքին պետք է տակ, ասենք 300,000 պետք է ադրբեջանցի, արդեն դրել է, երեք խոսել է, որ անպայման որ ընտրությունից հետո սահմանադրություն փոխվի եւ 300,000 ադրբեջանցի, մեր Արցախի ժողովուրդ եկել են ստե մնալու տեղ չկա, մերանք դռները փակել են, ունեցվածքը մեջը թողած, ընդ գնալու մասին խոսք չկա, այսինքն սա ինչ է նշանակում, ոնց կարելի է դրա համար առաջնայինը պետք է երաշխավորած խաղաղություն, երաշխավորած խաղաղություն դա նշանակում է, որ մենք Ալիևի հետ երաշխավորած հզոր պետությունների հետ դա կլինի Չինաստանը, Հնդկաստանը, կլինի Ռուսաստանը, որ լիարժեք այդ երաշխավորության թղթի տակ ստորագրում են, որ երկու պետությունները իրար հետ ոչ մի կռիվ չունեն, այս սահմանները շեշտված է, իրար հետ բարեկեցի։ Իսկ ով խախտեց, ինքը պատժվելու է, ինքը տուգանվելու է։ Այդ ժամանակ մենք պատերազմի դռները փակում ենք ամուր, վերջացա մենք զբաղվում ենք բարեկեցությամբ, զարգացման բարեկեցությամբ։ Թող հիմա որ այդ մեր ասենք թե ես որից եմ եկել, այդ ասեմ թե վիրավորական չեմ խոսել, իմ հզորությունը կշիռը թույլ չի տալիս։ Դա հզոր մարդիկ են հարգալի։ Թող ցույց տան այդ փաստաթուղթը, որ խաղաղություն են բերել, որ վերջադրված պատերազմին սահմանները որոշած է եւ ով որ խախտեց պատժվելու է։ Թող մի հատ թուղթ ցույց տան։ Այսօր պահանջատիրական, այսօր առավոտը հելնի։ Ես եմ ուզում ու ամեն անգամ Ալիևի խոսալուց, ես գիշերները չեմ կնում, որ նա իրան այդքան ոնց ասեմ։ Ինձ եվիա պահան, որ մենք ոնց որ գոյություն չունենք ձեր սաբը տանը։ Պարզ այ ասակ, ոչ է մեկը թողապատուսի տես չի, ասեմ կուճակատը պատժեմ, տես չի։ Գոնե նա մի անգամ թողացի ժողովուրդ, ինչ եղեղել է ձեզ հատ թուրիմացությանը մենք հարևան պետություններ ենք, ավարտված ամեն, սա ինձ հետո պետք է նորմալ հանգիստ, թող մի բառ ասի, ասեմ խաղաղություն կա, խաղաղություն չկա, խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Ինչ? Ինչի ենք մենակ մենք զիջում։ Միշտ թույլն է զիջում։ Դրա համար միայն ասելով մենք խաղաղություն ենք բերել, այսօր բոլորն էլ ուզում են խաղաղություն, հանգիստ ապրեն, իսկ դրա համար պետք է լինի երաշխավորած խաղաղություն։